արտաքին միջավայրի մասին։ Գիտեք, ես ուզում եմ մեզ բոլորի հիշեցնել ՀԱՊԿ երկրներից մեկի ղեկավարի հայտարարությունը Բելարուսի նախագահ Լուկաշենկոյի, որը ասում էր, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը ընդդեմ Հայաստանի։ Եվ նա ասում էր, թե Հայաստանը ոչ մեկի պետք չէ։ Հիմա այդ նույն մարդը ոտուձեռ է ընկել, թե Հայաստանը գնում է Եվրամիություն եւ ակտիվացրել է իր այստեղի գործակալին, որ նա Հայաստանը շղթայի այնպես, ինչպես շղթայված էր Հայաստանը 2018 թվականից։ Ես ուղիղ ասեմ, ես ոչ միայն Հայաստանը այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամ է երկու բարձրագույն կառավարման մարմինների։ Այդ լծակները ես պատրաստվում եմ օգտագործել եւ կօգտագործեմ, դրա համար ունեմ բոլոր լծակները, որ մասնավորապես Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին հայտարարություններ են։ Նրանք, ովքեր այդ հայտարարությունները անում են, նրանք պարզապես մեր ժողովուրդը ասում է տաք են, չէ՞։ Չեն հասկանում, որ նրանք փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Բառից բուն իմաստով։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ, հիմա արձակուրդի մեջ եմ, առաջիկա նիստին մասնակցելու է Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը Եվրասիական տնտեսական միության։ Ես հունիսի 7-ից հետո ձեր մանդատը ստանալու պարագայում եւ ձեր մանդատը ստանալուց հետո ես կվերադառնամ աշխատանքի եւ դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։ Մի անգամ ես մի հայտարարություն եմ արել, այդ շատ ծանր նստել, մինչև հիմա շատ ծանրությամբ հիշում են։ Ասելով, հեղափոխական իրավիճակ էր, ժողովուրդը փողոցում էր, հրապարակներում էր 100,000-ավոր մարդիկ։ Եվ նրանք այդ պայմաններում ուզում էին հանրապետականի թեկնածուին ընտրել վարչապետ։ Այս նույն Միչայելոց կալուգացի օլիգարխներ։ Ես հիշում եմ, այդ օրը ես Վանաձորում ելույթ ունեցա, ացի խելքդ գլխուղդ հավաքի, Հայաստանը քեզ համար անշարժ գույք չէ, որ վարձով տաս եւ հանձնեց։ Այն ժամանակվա հարվածը, որ ստացավ, հերիքեց նրան, որ 8 տարի խելքը գլուխը հավաքած պայի, չնայած պարզվեց մանկապարտեզից այդ ընթացքում հոսանքա գողացել։ Այս մի հարվածը, որ ստացավ, հավիտյան խելքը մնալու է գլուխը, որովհետև ես նախորդ անգամ ասել եմ, որ պետության համը մնալու է բերանում, բայց այս անգամ ասում եմ, որ ժողովրդի հարվածը այս անգամ ճակատին հավերժ դաջվելու է։ Եվ այդ հարվածը չի անցնելու։ Ես դրա համար ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրենք չեն հասկանում, որ փորում են Եվրասիական տնտեսական միության գերեզմանը։ Ես նրանց խորհուրդ եմ տալիս
ետ կանգնել այդ ճանապարհից։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Բայց մյուս կողմից ես ասում եմ, այդ որ Լուկաշենկոն ասելա, թե Հայաստանը ումա պետք, այդ հայտարարությունը պետքա ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ դրա քաղաքական հետևանքը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնալու, որևէ իրավիճակում։ Մենք չենք լինելու մի ճանապարհի հույսին, մենք չենք լինելու մի դաշնակցի հույսին, մենք չենք լինելու մի խողովակի հույսին։ Այսօր մենք արդեն ունենք երկաթուղի արևելքից արևմուտք, մենք ունենք ախալքալակ կարս երկաթուղին բացվեց օրեր առաջ Հայաստանի համար, նրանից առաջ Ադրբեջանի տարածքով էր երկաթուղին բացվել, շուտով բացվելու է Թրիպը, մեր երկրի տարածքով անցնելու է գազամուղ այդ թվում, մենք այդ տրանզիտի հաշվին ունենալու ենք մեր սեփական գազը եւ այդ տրանզիտի համար մեզ վճարելու են գազով, մենք զարգացնելու ենք Մենք զարգացնելու ենք այլընտրանքային էներգետիկա։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։